եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյան։ Միացված։ Շնորհակալություն։ Շնորհակալություն լավերի համար, նախ ցանկանում շնորհավորել Կարեն Բեկարյանին եւ իր թիմակիցներին ճիշտ ժամանակին լույս տեսած շատ հետաքրքիր գրքի առնչությամբ, քանի որ ինձ հանձնարարվել էր անդրադառնալ հենց կոնկրետ միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի հարաբերություններին ես առիթ եմ ունեցել ընթերցել այդ հատվածը, ցավոք սրտի այն մնացածը դեռ չեմ հասցրել, որ 3 չառաջ հասավ ինձ։ Պետք է ասեմ, որ նախ եւ առաջ ինձ շատ տպավորեց ձևաչափը այդ հարց ու պատասխանի միջոցով, հարցադրումների միջոցով խնդիրներին անդրադառնալու, որովհետև դա թույլ է տալիս, այսպես ասեմ, ընթերցողին ևս մասնակցել այդ զրույցին, համաձայնվել կամ չհամաձայնվել ինչ-որ պատասխանների, ինքնուրույն փնտրել ինչ-որ նոր եզրահանգումներ եւ այդ առումով շատ հաջողված ձևաչափ է ես համարում եմ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ բաժնին բարձրացրած հարցադրումներին, ես ինձ համար առանձնացրել եմ հենց ամենաառաջինը, որը վերաբերում է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դերին։ Արդյոք դրանք գործիք են մեծ պետությունների ձեռքին, թե հնարավորություն փոքր երկրների համար։ Կարծում եմ շատ կարևոր հարց է մեզ համար, ասենք դիվանագետների համար, բոլոր նրանց համար, ովքեր որ հետաքրքրված են ընդհանրապես արտաքին քաղաքականության ուսումնասիրմամբ, ինչու այդքան կարևոր, որովհետև մենք Հայաստանը փոքր պետություն է ևս, եւ պետք է փորձենք հասկանանք, արդյոք այդ կառույցները բազմաթիվ որ գոյություն ունեն աշխարհում ունեն հնարավորություն դրական դերակատարում ունենալ մեր արտաքին քաղաքական նպատակների իրագործման մեջ, թե ոչ։ Գրքում անդրադարձ է կատարվում միջազգային հարաբերությունների տեսությունում, այս միջազգային կառույցների գործունեության վերաբերյալ տարբեր քաղաքական դպրոցների անդրադարձը, որը ևս համարում եմ շատ կարևոր։ Իրոք այնտեղ նշվում են 3 հիմնական դպրոցները՝ ռեալիզմը, լիբերալիզմը եւ կոնստրուկտիվիզմը, իհարկե կարելի է շարքը ավելացնել, բայց ինձ թվում է դա բավական է, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք կոնկրետ տեսակետների բախում։ Ռեալիզմի տեսության համաձայն միջազգային համակարգը ըստ էության անարխիկ է եւ հիմնական դերակատարները պետություններն են եւ հենց այդ պետություններն են, որ կազմում են միջազգային կազմակերպություններ եւ այդ կազմակերպություններում հաստատի արտացոլվում է անդամ պետությունների ուժերի հարաբերակցությունը, այսպես է։ Օրինակ, ասենք ՄԱԿ անվտանգության խորհրդում մշտական 5 անդամները օգտվելով իրենց վետո իրավունքից ցանկացած բանի կարող են կանգնեցնել այս կամ այն որոշում։ Իսկ ՆԱՏՕ-ում իսկ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգները ունեն որոշիչ դեր իրենց ֆինանսական եւ ռազմական գերիշխող կարողությունների շնորհիվ։ Եվ այսպես շարունակ։ Այսպես կարելի ասել, որ ռեալիստները, ռեալիզմի
կողմնակիցները կարող են պնդել, որ մեծ պետությունները միջազգային կազմակերպություններին օգտագործում են իրենց քաղաքականությունը լեգիտիմացնելու, կանոններ ձևավորելու և ազդեցության գոտիները պահպանելու համար։ Մինչդեռ լիբերալ մոտեցումը, լիբերալ ինստիտուցիոնալիզմը, այսպես կոչված, գտնում է, որ հակառակը, ճիշտ հակառակը այդ կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները կարող են սահմանափակել մեծ տերությունների կամայականությունները և ստեղծել համագործակցության կանոններ, որի շնորհիվ փոքր պետությունները կկարողանան շատ թե քիչ ավելի բարվոք պայմաններում վարել իրենց արտաքին քաղաքականությունը։ Կարելի է օրինակներ բերել, որոնք որ բերում են լիբերալները, ասում են օրինակ Սինգապուրը, Կատարը, Էստոնիան, Լյուքսեմբուրգը, միջազգային կազմակերպությունների շնորհիվ դրսևորելով իրենց կարողությունները, կարողանում են նաև բազմապատկել իրենց արտաքին քաղաքական ունակությունները, այսպես ասած։ Մյուս կոնստրուկտիվիստները իրենք ավելացնում են լիբերալների, այսպես ասած, մոտեցմանը նաև այն հանգամանքը, որ այդ կառույցները ստեղծում են նորմեր, որը դարձնում են գլոբալ և որի շնորհիվ փոքր պետությունները ձեռք են բերում լրացուցիչ լեգիտիմություն։ Բացի այդ կառույցները նաև նոր ինքնություն են հաղորդում այդ պետություններին, օրինակ Եվրամիության պարագայում, որ ստեղծվել է նոր ինքնություն իդեմս եվրոպացիներին, կամ բերվում է Եվրոպայի խորհրդի օրինակը, որը որ ըստ որի մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը դարձել են նորմեր, որի շնորհիվ այդ կառույցը կարողանում է նաև միջամտել իրենց կանխելով այդ մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության խախտումները։ Որն է իրական ճիշտ մոտեցումը, այսպես ասած, շատ դժվար է պատասխանել, որովհետև հասարակական գիտություններում միանշանակ ճշգրիտ գիտություն չի և միանշանակ պատասխաններ գոյություն չունեն և միշտ էլ ճշմարտությունը մեջտեղերում է լինում ինչ-որ, բայց մի բան ճիշտ է և գրքում են դրան անդրադարձ կա, որ այդ փոքր պետությունները շատ հաճախ ունեն չափազանցված ակնկալիքներ միջազգային կառույցներից։ Այնինչ պետք է ընկալենք, հասկանանք, որ այդ կառույցները միջազգային բոլորը իրենց ներսում ևս ունեն այսպես կոչված հիերարխիա։ Անվտանգության համակարգերը սովորաբար գործում են այն ժամանակ և երբ դա համընկնում է մեծ տերությունների շահերին, իսկ միջազգային իրավունքը հաճախ կիրառվում է ցավոք սրտի, բայց հաճախ կիրառվում է ընտրովի կերպով։ Այս առումով հատուկ օրինակներ բերելու կարիք կարծում եմ չկա, բոլորս տեսնում ենք, թե ինչպես են միջազգային կառույցները հաճախ սահմանափակ արդյունավետությամբ գործում, երբ որ դա հակասում է մեկ կամ երկու գերտերության շահերին։ Այսպիսով կարելի է փաստել, որ ցավոք սրտի միջազգային հարաբերություններում շարունակում է գերիշխել ռեալիստական տրամաբանությունը, հիմնական դերակատարները շարունակում են մնալ պետությունները, իսկ միջազգային կազմակերպությունների արդյունավետությունը մեծապես կախված է դրանցում տիրող ուժային հարաբերակցությունից։
Ցանկանայի եւս մեկ հանգամանքի անդրադառնալ իմ ընթերցած մասից, որտեղ որ անդրադարձ կա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բազմակողմ դիվանագիտության անցած ճանապարհին, ինչպես նաև հետագայի վերաբերյալ տեսլականը։ Ասեմ, որ այս հարցերում հիմնական իմ գնահատականները համընկնում են հեղինակի հետ, հատկապես վերջին տարիներին ձևավորված, այսպես արհեստական արևմտամետություն, ռուսամետություն, այդ արհեստական հակադրման, կասեի, կեղծ օրակարգի առնչությամբ։ Գտնում եմ, որ այս արհեստական հակադրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ լուրջ եւ բովանդակային քննարկումները տեղափոխում է զգացմունքային եւ մակերեսային դաշտ։ Հանրությանը ներկայացնում է բարձրացված ընտրություն, սակայն Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական միջավայրում արտաքին քաղաքականություն չի կարող կառուցվել նման սև սպիտակ տրամաբանության վրա։ Այն պետք է հիմնված լինի շահերի հնարավորությունների եւ ռիսկերի սթափ գնահատման հաշվարկի վրա։ Երբ քաղաքական դիսկուրսը սահմանափակվում է կողմնորոշումներով, շուրջ երկրորդ պլան է մղվում ամենակարևոր հարցը, ինչպես ապահովել Հայաստանի անվտանգությունը ու պետական շահը փոփոխվող միջազգային միջավայրում։ Ակնհայտ է, որ միջազգային կազմակերպություններին Հայաստանի մասնակցությունը պետք է ծառայի բացառապես Հայաստանի ազգային եւ պետական շահերին։ Ակնհայտ է, սակայն այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակ ռազմավարություն ունենալ։ Իսկ ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց հանրային լայն կոնսենսուսի եւ հավաքական կամքի։ Այ մի բան, որի մասին քիչ առաջ անդրադարձավ նաեւ Գեղամ Մանուկյանը ասելով, թե ինչ իրավիճակ է տիրում մեր պատվիրակություններում, երբ որ գնում են դուրսը չունենալով հավաքական կամք, այսպես ասած։ Մեր խնդիրը այսօր այն է, որ մենք չունենք այդ ռազմավարությունը։ Չկա հանրային կոնսենսուս, չկա հավաքական կամք։ Հեղինակը եւս փաստում է, որ չկա հստակ սկզբունք ու չկա գաղափարախոսական հենք։ Եվ այստեղ առաջանում է բնական հարցը։ Եթե չկա ռազմավարական մտածողություն, ապա ինչն է փոխարինում դրան, ինչով է դա փոխարինվում։ Իմ գնահատմամբ այսօր դիրում է պատեհապաշտություն։ Իսկ հեղինակը դրա համար գտել է ավելի հնչել եւ թերևս ավելի դիպուկ ձևակերպում, աթոռամետություն, ինչ որ տենց բան կար, աթոռամետություն։ Այսքանը կուզենայի ասել, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, զեկույցի